Հունական երաժշտության ամենասիրված անուններից մեկը կրկին Երևանում է։ Նիկոս Վերտիսը Զվարթնոց օդանավակայան ժամանեց Լուսադեմին, բարձր տրամադրությամբ ու իրեն բնորոշ հմայիչ ժպիտով։ I'm very happy that the people Ես շատ ուրախ եմ, քանի որ մարդիկ էլ էին ուզում, որ մենք վերադառնայինք համերգով։ Սա հրաշալի զգացողություն է։ Ամեն անգամ, երբ գալիս ենք Հայաստան, փորձում ենք հանդիսատեսին մատուցել լավ երաժշտություն, ուրախացնել նրանց, եւ ամեն անգամ, երբ հրավեր ենք ստանում այստեղ ելույթ ունենալու, սիրով ենք ընդունում։ Արտիստը նշում է, հատկապես ոգևորվում է, երբ հանդիսատեսը իրեն ձայնարկում է հայտնի հիթերի կատարման ժամանակ։ We are very similar in the music. Հունական եւ հայկական երաժշտաոճերը շատ նման են, եւ ամեն անգամ, երբ հատկապես իմ հայտնի երգերն եմ կատարում, լսում եմ, թե ինչպես է հանդիսատեսը ոգևորված բացականչում։ Դա ինձ շատ է երջանկացնում։ Makes me very happy. Սա հույն աստղի արդեն երրորդ Երևանյան մենահամերգն է։ Հունիսի 26-ին նա կրկին բեմ կբարձրանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, խոստանալով հանդիսատեսին հույզերով ու հայտնի հիթերով լի երեկո։ Համերգի նախաձեռնողը Հունաստանում գործունեություն ծավալող գործարար Կարլեն Արաքելյանն է, Aqua Buildings-ի համահիմնադիրը, Armenia National Padel-ի հիմնադիր նախագահն ու Pame Padel-ի սեփականատերը։ Նրա նախաձեռնությամբ Հայաստանում զարգանում է նաև падելը, սպորտաձև, որը վաղուց մեծ ժողովրդականություն է վայելում Իսպանիայում եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, մասնավորապես Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Կոլումբիայում եւ Պարագվայում։ Գործարարը կարևորում է նաև հայ-հունական մշակութային կապերի զարգացումը։ Նիկոս Վերտիսի Երևանյան համերգը դրան միտված նախաձեռնություններից մեկն է։ Ծանոթացրել են ընդհանուր ընկերներ, որոնք հույներ են եղել, կար տարիներ ապրում ընդդեմ։ Ծանոթության հիման վրա ընդհանուր սկսվել է մեր անձնական հարաբերությունները դարձել ընկերական։ Պատմել է, որ իրան շատ նամակներ է եկել Հայաստանից, Հայաստանում համերգ, բան։ Ես ասել եմ, որ եթե հնարավոր է, կարելի է մտածել այդ մտքի համար։ Ընդհանուր ամեն ուղիներով դարավոր բարեկամություն կա հայերի ու հույների մեջ։ Ինչ վերաբերում է Նիկոս Վերտիսի հետ հետագա ծրագրերին, Կարլեն Արաքելյանի խոսքով առաջիկայում համերգը կազմակերպվի նաև Հայաստանի մարզերից մեկում։ Որ էլի ուզում է գա Հայաստան, էլի համերգներ, ինձ թվում է ինքիրանով արդեն ամեն ինչ ասված է։ Նիկոս Վերտիսի վերադարձը Երևան արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։ Արտիստն այստեղ ելույթներով հանդես է եկել նաև 2023 ու 2025 թվականներին։ Իսկ թե ինչ անակնկալներ է պատրաստել հուն երգիչն այս տարվա համերգի համար, կիմանանք արդեն հունիսի 26-ին։